Կրկին ողջունում ենք ձեզ, հարգելի հայրենակիցներ, մենք քիչ առաջ Արագած գյուղում ենք և ներկայացրեցինք մեր եկեղեցիները և ՔՊ-ի և ջրածոյի և նրանց կցվածքների մասով այս պահին արդեն էջմիածնում ենք և շարունակենք քարոզարշավը արդեն էջմիածնի քաղաքում։ Միացնում որ փոխենք։ Էջմիածնի հարգելի բնակիչներ, սիրելի ընկերներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Մայր Հայաստան համար 4, Մայր Հայաստան համար 4, համար 4, համար 4։ Հարգելի էջմիածնիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք իր 4 քվեաթերթիկն ենք, մենք ձեզ կոչ ենք անում որևէ պարագայում քվե չտալ անարժաններին, ուրացողներին, սրբապիղծներին, կեղծ մատնագրեր ներկայացնողներին և քվեարկել Մայր Հայաստանի իր 4-ի օգտին։ Մայր Հայաստան համար 4, համար 4, Մայր Հայաստան միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք։ Եկեք ողջունենք մեր քաղաքացիներին, ծափարություններով, ժողովուրդ անպայման մասնակցեք ընտրությանը։ Ձեր քվեարկությամբ ձևավորեք նոր իշխանություն։ Նոյեմբերի 16-ի ընտրություններին մասնակցելը շատ կարևոր է։ Մենք ձեզ կոչ ենք անում քվեարկել Մայր Հայաստան համար 4, 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 Մայր Հայաստան միացիր, որ փոխեք։ Ժողովուրդ, սրանք այնքան մերժված են, որ երես չունեն ման ձեզ ներկայանան։ Նիկոլ Փաշինյանը փախավ այս ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Էլ առաջվա նախշումը չի, էլ չի կարող դուխով գլխարկը դնել ու գալ ներկայանալ վաղաշաբաթցիներին, որովհետև կողքից այնքան թիկնապահներ են պտտվելու, որ վաղաշաբաթցիները պարզապես ալերգիա են ունենալու։ Դրա համար էլ լավ գիտեն, որ պետք չէ Երևան վաղաշաբաթցիների աչքերին, որ չեն կարող մտնել էջմիածին։ Սրանք պղծում են մեր հավատքը, սրանք պղծում են բոլոր այն սրբությունները, որոնք արժեք են ներկայացնում հայ ժողովրդի համար։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ, ողջունում ենք ձեզ, անպայման մասնակցեք ընտրություններին։ Մենք պաշտպանում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մենք պաշտպանում ենք Վաղաշաբաթ համայնքը, մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետությունը, մենք Մայր Հայաստանն ենք, մեր քվեաթերթիկը թիվ 4-ն է և մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը և քվեարկել այս ուրացողների դաշինքի դեմ։ Մայր Հայաստան Համար 4, համար 4, Մայր Հայաստան միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք։ Վաղաշաբաթ համայնքի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը։ Մենք համար 4-ն ենք, ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին։ Անպայման միացեք Մայր Հայաստան կուսակցությանը։ Միացիր, Որ փոխեք, միացիր, որ փոխեք, Մայր Հայաստան համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Կանցնենուրել ապրելության ու դրության եկել է ժամը փոխաչի շուշնիության Սեն ուղազին թողով Վաղաշաբաթ Սեն վաղաշաբաթ Սուրի էջմիածնի Իմ Մայր Հայաստան
Համաչոս Մայր Հայաստան Ուսինե Լուկաչյան Կրեատիվ համաչոս միացիր որ փոխենք Մայր Հայաստան կուսակցություն Կրեատիվ համաչոս միացիր որ փոխենք Վաղաշապատի սիրելի բնակիչներ, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք Այսօր Կարուզարշավի շրջանակներում մենք այցելել ենք ձեզ, որպեսզի ծանոթացնենք մեր ծրագրերին։ Մեր ծրագրերից առաջինը նաև որ մեր Էջմիածին քաղաքը լինելու է տուրիստական կենտրոն։ Մանկապարտեզը Վաղաշապատ համայնքում լինելու է անվճար։ Ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման միացեք մեզ, մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք։ Միացիր! Որ փոխենք Միացիր! Որ փոխենք Մայր Հայաստան! Համաչոս Համաչոս! Մայր Հայաստան Ատելության, տխրության, եկել է ժամը կողաճի շուշտիության Սիրելի Էջմիածնի բնակիչներ, մենք Մայր Հայաստանն ենք, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ, մեր քվեաթերթիկի համարը 4-ն է, մասնակցեք ընտրություններին, մի մնացեք տունը, որպեսզի կարողանանք մաքրել մեր քաղաքը թե քաղաքական աղբից, թե փողոցների աղբից, որպեսզի մեր քաղաքը լինի մաքուր քաղաք, թե հոգով, թե փողոցներով։ Մասնակցեք ընտրություններին, որպեսզի մենք ունենանք մանկապարտեզները անվճար, ունենանք սիրուն բակեր մեր երեխաների համար խաղալու համար եւ ունենանք տուրիստական քաղաք, որ Էջմիածին մտնողը հարգի այս քաղաքը եւ ուզենա մնա այս քաղաքում, ոչ թե քաղաքական, թե փողոցի աղբից փախի, որպեսզի մեր քաղաքի թանկացումների դեմը կարենանք առնենք, անպայման մասնակցեք ընտրություններին։ Մայր Հայաստան, Համաչոս, Մայր Հայաստան Ժողովուրդ ջան, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քվեաթերթիկի համարը 4-ն է, նոյեմբերի 16-ին գնում եք ընտրատեղամաս, ձեզ ներկայացնելու են, ողջունում ենք ձեզ ժողովուրդ ջան, ողջունում ենք, ձեզ ներկայացնելու են 8 քվեաթերթիկ, առանձին, մտնում եք ընտրատեղամաս, իրենք ձեզ պետք է տան բոլոր քվեաթերթիկները, ուշադիր կլինեք, որ հանգարց պակաս քվեաթերթիկ չլինի։ Ձեզ տալու են 8 քվեաթերթիկ, դուք մտնում եք քվեախցիկ, ընտրում եք ձեր ուզած համարը, մենք հուսով ենք, որ դա լինելու է համար 4-ը, Մայր Հայաստանը։ Այդ քվեաթերթիկը դնում եք ծրարի մեջ, մնացած 7 քվեաթերթիկները արդեն կարող եք մի կողմ դնել և այդ ծրարի մեջ քվեաթերթիկով ներկայանում եք այդ արկղի մոտ, որպեսզի քվեարկությունը ձեր քվեարկությունը կատարածվի։ Սա է ձեր գործողությունը նոյեմբերի 16-ին։
շատ պարզ, հեշտ, հասարակ, բայց նաև կարևոր քվեարկություն, որպեսզի կարողանանք ձևավորել նոր իշխանություն, որպեսզի կարողանանք Վաղարշապատի ու Հայաստանի տարածքը մաքրել քաղաքական աղբից։ Այս առումով շատ կարևոր է նոյեմբերի 16-ը եւ այդ կարևոր գործում մեծագույն դերակատարում ունի քաղաքացին։ Քաղաքացին է որոշելու, թե ով պետք է լինի նոր իշխանություն եւ քաղաքացին է պաշտպանելու բոլորիս արժանապատվությունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է ամբողջ հայությունը, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը հետևում Վաղարշապատի ընտրություններին, որովհետև Վաղարշապատը դարձել է քաղաքական մայրաքաղաք, այստեղ ընտրություններ են։ Ընտրությունները այն կարևոր ինստիտուտն են, որոնք որոշում են, թե ինչ ճանապարհով է զարգանալու մեր երկիրը։ Դրա համար դուք, սիրելի քաղաքացիներ, հարգելի Վաղարշապատցիներ, ունեք կարևոր դերակատարում։ Ձեր քաղաքացիական պարտքն է մասնակցել ընտրությանը եւ քվեարկել հանուն Վաղարշապատի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն առաքելական մեր սուրբ եկեղեցու, հանուն զարգացող գյուղերի, հանուն մեր էջմիածնի։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, Համար 4, Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշ Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Լուսինե Ղուկաչյան, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին Վաղարշապատ, սուրբին, մեջ միացիր, Thank you.
միասին Վաղարշաբաթ համայնքի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Հայ Հայաստան կուսակցությունը։ Մենք քվեաթեթիկով համար 4-ն ենք, ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցեք ընտրություններին։ Մեզ ընտրելու համար ընտրում եք համար 4-ը, ձեզ բոլորիդ կոչ ենք անում միացեք մեզ, միացեք մեր պայքարին, միացի, միացի, Հայ Հայաստան, համար 4, Հայ Հայաստան։ Ողջույն սիրելի վաղարշաբաթցիներ, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք։ Մենք ներկայանում ենք համար 4 քվեաթերթիկում։ Սիրելիներս, որպեսզի փոխենք մենք մեր այսօրվա իշխանություններին, այս թրքահաճո իշխանություններին, մենք պետք է կատարենք ճիշտ և դրական ընտրություն։ Մենք ձեզ տալիս ենք այդ հնարավորությունը։ Մենք ձեզ ենք ներկայանում մեր բազմաթիվ ծրագրերով և որպեսզի կյանքի կոչենք այդ ծրագրերը և փոխենք մեր ապագա սերունդների կյանքը և որպեսզի պահպանենք մեր հայ առաքելական եկեղեցին, մեր կրոնը, մեր հայրենիքը, մեր երկիրը, դրա համար Համար 4, Հայ Հայաստան, համար 4, միացի փոխենք։ Սիրելի բնակիչներ, մեր ծրագրերում ներառված են մանկապարտեզները դարձնել անվճար։ Ունենք ծրագիր նաև կապված տրանսպորտի հետ, ուսանողների, թոշակառուների, զոհվածների, հաշմանդամների։ Ծանոթացեք մեր ծրագրերին և տվեք մեզ հնարավորություն, որպեսզի մենք իրագործենք մեր բոլոր նպատակներն ու ծրագրերը։ Հարգելիներս, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք, մենք անկախ կուսակցությունն ենք, մենք ոչ մեկի կցորդը չենք, ոչ նախկինների, ոչ ներկաներին, մենք դեմ ենք թե նախկիններին, թե ներկաներին, և որպեսզի փոփոխություն լինի, նորություն լինի, նոր ուժ լինի, մենք նոր ուժն ենք, մենք ներկայանում ենք նորովի, մաքուր և մեր ծրագրերով, և որպեսզի մեր խոսքը դառնա գործ, դուք պետք է հնարավորություն տաք նոյեմբերի 16-ին այցելելով ընտրատեղամաս և կատարելով ընտրություն Մայր Հայաստան կուսակցության օգտին։ Եվ ուրեմն, բոլորս միասին Մայր Հայաստան, միացիր, փոխենք։ Ողջունում ենք ձեզ, Զոհր ջան։ Այո, Զոհր ջան, ողջունում ենք ձեզ։ Մենք Մայր Հայաստանն ենք և ձեզ կոչ ենք անում ակտիվորեն սատարել մեր ծրագրերին, սատարել մեր գաղափարներին և մերժել քաղաքացիական պայմանագիր կոչվածին։ Մենք ազգային ուժ ենք, մենք բարեփոխումներ իրականացնող ուժ ենք, մենք ձեզ ներկայանում ենք փորձառու մարդկանց թիմով, ովքեր գիտեն, թե ինչպես են ղեկավարելու համայնքը, ովքեր գիտեն, թե ինչ խնդիրներ կան համայնքում և ովքեր առաջարկում են այդ խնդիրներին լուծումներ։ Մենք Մայր Հայաստանն ենք։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, փոխենք։
միացիր, որ փոխենք, Կանցնեն նորեր, ատելության ու տխրության, եկել է ժամը կողաչի շուշնիության։ Սեր նորասին, կոքու համար, վաղաշապատ, սեր վաղաշապատ, էչ միասին, իմ այ Հայաստան։ Ստին ու անհավատին, մայր բացարին, նույսը հորդին, ես մաղանի աստողոտին, սերին մաղաշապատ սուկին, էչ միացին, իմ այր Հայաստան, սերին մաղաշապատ սուկին, էչ միացին, Ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցել ընտրությանը և ձեր քվեի ուժով ձևավորել նոր իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ու Փաշազադեի փաստաբանն է, նրանց կամակատարը, նրանց հանձնարարությամբ է հարձակվել հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Եկեղեցի կազմաքանդելը մեր հակառակորդի ծրագիրն է, որովհետև դա համահայկական կառույց է, մեր ինքնության կարևորագույն բաղադրիչն է և ցանկություն կա այն վերացնելու։ Որևէ ձևով չտրվեք սադրանքների, որևէ ձևով չհավատաք սրանց ստերի։ Նիկոլ Փաշինյանը խաբել է, խաբում է ու շարունակել է խաբել այնքան ժամանակ, քանի դեռ հանդուրժվում է այդ ամենը։ Խաբերության վերջը, ստի վերջը պետք է գա։ Պետք է գա համայնքներում, ապա ամբողջ հանրապետությունում։ Նոյեմբերի 16-ին եկեք ողջունենք ծափահարություններով մեզ ազգանշան տվող և ազգանշաններով ողջունողներին։ Նոյեմբերի 16-ին կա լավ հնարավորություն, որպեսզի դուք, սիրելի վաղաշապատցիներ, ձեր ձեռքը վերցնեք իշխանությունը, ձևավորեք նոր իշխանություն և ձեր քվեի ուժով սկիզբ դնեք մեր համայնքի, մեր երկրի զարգացման, անվտանգության և խաղաղության համար։ Մեր ծրագրերը բազմաթիվ են, վերաբերում են համայնքային կյանքի բոլոր ոլորտներին։ Մենք գիտենք, թե ինչպես պետք է լուծել խնդիրները։ Մենք գիտենք, թե ինչպես պետք է հաղթահարել այն դժվարությունները, որոնք առկա են համայնքում։ Լինի դա գյուղական բնակավայրեր կամ Էջմիածին քաղաքը։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում, շատ ուշադիր ծանոթանալ բոլորի ծրագրերին, համեմատել, ընտրություն կատարել, բայց ամենակարևորը ճանաչեք նրանց, ում որևէ պարագայում չպետք է քվեարկել։ Դա քաղաքացիական պայմանագիրն է ու նրան կցված հանրապետությունը։ Ազգային ուժերի քվեարկելու պարագայում մենք կունենանք նոր իշխանություն, պատասխանատու իշխանություն և առաջընթաց ապահովող իշխանություն։ Մենք Մայր Հայաստանն ենք, մեր քվեաթերթիկը թիվ 4-ն է։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, Սերին վաղաշապատ սուրին, էչ միասին, իմ այր Հայաստան։ Վաղաշապատ, ոստան ես դու մեր դպրության, դապսի ոչնան, նոր պայքարի ողջ հայության։ Դու զորավարջ, աչը հասի,
ընթացքում։ Հիմա արդեն ներկայացնում եմ։ Շատ քիչ օր է մնացել և մենք քաղաքացիներին կոչ ենք անում ակտիվորեն ներգրավվել ընտրական գործընթացների մեջ, մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք քվեարկությանը և նախ դուրս շպրտեին վաղարշապատից, ապա ձևավորել նոր իշխանություն և մենք ակնկալում ենք, որ ունենանք նոր իշխանություն իդեմս նաև Հայ Հայաստանում։ Մենք պատրաստ ենք կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը, կոալիցիա ձևավորել և եթե բացարձակ հաղթանակի հնարավորություն մեզ չկա ընտրողային առումով, որ նաև քվեարկի այլ ընդդիմադիրների օգտին, այսինքն 50+ եթե չստացվի, ապա մենք ակնկալում ենք, որ ձևավորել ֆինանսական համակարգ և մեր ծրագրերի մեր սկզբունքների համաձայն իրականացնել քաղաքապետի հետագա կառավարումը։ Այս բանի ուղղակի եթերը մենք կդադարեցնենք, շարունակենք իհարկե շրջայցը էջմիածին քաղաքով, վաղը նույնպես այցելություններ, գյուղական համայնքներ, 18 գյուղերից 16-ին եղել ենք, մնացել է 2-ը, 17 ինչպես գիտեք Թոյ համայնքում է և մեկը Ոսկեհատն է, որը վաղաշապատի մեջ էր արդեն մտած, մնացել ենք Պետերացիցի համայնքը և էջմիածին գնալեց քաղաքով 18 գյուղ։ Երկու գյուղ վաղացել են և ամսի 14-ին արդեն տեղի կունենա մեր ամփոփիչ հանրահավաքը անմարդ կրակի մոտ, այս մասին մեր լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն մեր վաղաշապատցիներին, ընտրողներին և բոլորիդ կոչ կանենք մասնակցել մեր հանրահավաքին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 14-ին ժամը 1-ին անմարդ կրակի մոտ։ Առայժմ այսքան է հարգելի հետևորդներ, ուշադիր հետևեք զարգացումներին և կոչ արեք բոլորին գուցե ձեր հետին, որպեսզի խաղաշապատցիները անպայման մասնակցեն ընտրություններին։ Առայժմ շնորհակալություն հետևողներին։